Մասիվի թաղապետը Արամ Սարգսյանի թաղապետն է։ Մարատ Սևոյանը։ Հիմա ժողովուրդ ջան, ձեզ եմ ցույց տալի կոռուպցիոն բեսպրիձելը, թե ոնց են ձեր վճարած հարկերով թքել կպցնելով բարեկարգման աշխատանքներ անում։ Մի հատ թե ոտով կպնում ես, սենց քանդվում է։ Արամ Սարգսյան, հիմա ընտրությունները քարոզարշավ եք անում, հայրենասիրությունից եք խոսում, երկրի ղեկավարումից եք խոսում։ Մա մասիվի թաղապետը ձեր կուսակցության անդամ է։ Էս ի՞նչ է։ Էս եթե կոռուպցիա չի, բա ի՞նչ է։ Բետոնը ինչ իրավունք ունի, սենց փշրվի։ Բայց թղթերով պարզ է, չէ՞ որ ամեն ինչ նորմալ, սա չոտկի տեղը տեղի դուրս են գրում։ Տեսեք։ Էսի տվյալ բարեկարգման աշխատանքների նախագիծն է։ Հիմա խեմ ձեզի ցույց տալի ժողովուրդ նախագիծը, որ չկարողանան ասեն, թե բա Չախոյանը այն ինչ ներկայացնում է, դա իրականությունը չի համապատասխանում, նախագծով ինչ տված է, դա էլ անում են։ Անկեղծ ասած, ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել, որ Արամ Սարգսյանը նման կռուտիտներ ու հեքիաթներ չպատմի։ Ձեզ եմ ցույց տալի, որ նախագծով տված է, որ եզրաքարի տակի բետոնի հիմքը պետք է լինի 20 դասի բետոնի հիմք, այլ ոչ թե այդ թքած կպցրած, սենց ասած ցեխաջուրը, որը ես ձեռով շատ հեշտությամբ փշրեցի։ Այսինքն բոլորի համար ակնհայտ է, չէ՞, որ եթե բետոնի հիմքը անեի նախագծի համաձայն 20 դասի, ես չէի կարողանա փշրեի։ Բայց իրականությունը այն է, ինչ կա։ Բերել թքել կպցնելով ցեխաջուր են լցել, իբրև թե էդի 20 դասի բետոնի հիմք է, որը դա բնավ այդպես չի, ու հետո 20 դասի բետոնի հիմքի գումարի փողեր են դուրս գրելու, այսինքն սա ակնհայտ կոռուպցիա է, այսինքն թքել կպցնելով բարեկարգման աշխատանքներ են անում, հետո գումարներ են դուրս գրել։